21-րդ դարում կա երկու հատ օրինակ, երբ որ պետությունները փոխել են սահմանադրությունը։ Այլ պետությունների պահանջով, թե այո, եւ դա տեղի էր ունեցել, երբ որ այդ պետությունները փաստացի օկուպացված էին։ Խոսքը գնում է Աֆղանիստան 2004 թիվ եւ Իրաք 2005 թիվ։ Դա նշանակում է այլ երկրի պահանջով պետությունը ստիպում է փոխել սահմանադրությունը այն դեպքում, եթե այդ պետությունը օկուպացված է փաստացի։ Աֆղանիստանում եւ Իրաքում գտնվում են Միացյալ Նահանգների զորքերը եւ իրանք նաեւ մասնակցում են նոր սահմանադրության ստեղծման ընթացքում։ Հայաստանը դեռ ֆիզիկապես օկուպացված չի, բայց Հայաստանը փաստացի ընդունում է Ադրբեջանի կողմից օրակարգը ստեղծելով կամ պրեցեդենտ, նախադեպ, որ Հայաստանը օկուպացված չի դե ֆակտո, բայց պատրաստ է ընդունել պահանջները։ Եվ փաստացի դա մեր քրեական օրենսգրքի խախտում է, որտեղ նշված է, որ ինքնիշխանության վերաբերյալ, որտեղ սահմանադրությունը ինքնիշխանության սկզբունքն է, միշտ ուսանողներից սովորացրել միջն է ինքնիշխանությունը։ Դա ներքին եւ արտաքին ոլորտում ազատություն որոշում կայացնել։